Բարև ձեզ, հարգելի իմ շատ սիրված ժողովուրդ։ Ես ամբողջ կյանքում աշխատել եմ նվիրաբար։ Ինձ ասում են աշխատասեր անձնավորություն, նաև ժողովրդական։ Ես Արկադիա Անդրանիկի Զարգարյանն եմ։ Սա իմ հաղորդումների 9-րդ հաղորդումն է, որ ցանկանում եմ ձեզ ներկայացնել։ Իհարկե, խոշոր ծրագրեր եմ ներկայացրել նախկինում, սակայն ինչ-որ միտեղ բաց թողումներ կա, մի թեթև լրացնեմ այն բաց թողումները, որոնք պետք են նաև մեր հանրությանը։ Ասեմ, որ այսօր խոսելու եմ բնապահպանության մասին, ավելի շատ մեր շրջանի բնապահպանության մասին, իսկ մինչ այդ, քանի որ մեր ժողովուրդը սովորել է հումորների, ավելի շատ է ընկալում հումորները, ես կաշխատեմ հանելուկային հումորներ ներկայացնել ձեզ և դուք կորոշեք դա ում է պատկանում, ում վերաբերյալ է։ Ուրեմն նախին ելույթներում դեռ փոքր էի, 4 տարեկան էի, ծնողներս ինձ համար գնեցին հեծանիվ, դեռ ոտքերս պեդալին չէր հասնում, ինչի հիշեցի, քանի որ մեր վարչապետը խոսեց հեծանիվներից, պեդալներից, նաև հատուկ կոշիկներից, ես մտովի հիշեցի իմ 4 տարեկանը, որ իմ ծնողները ինձ համար հեծանիվ գնեցին, ի տարբերություն մյուսների, որ ունեին փայտյա ինքնագլորներ, սամագատկեք էին կոչվում առանցքակալներով։ Ես հապարտանալու այնքան մեծ բան չունեի, բայց հենց սկզբից տարբերվեց իմ ճանաչվեցի որպես հեծանիվ ունեցող։ Հետո, քանի որ նշեցի մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ես ասեմ, որ մի հատ հումորային բան եմ գրել դեռ 21 թվին, իհարկե ով ոնց ուզում պատկերացնի Իկարիոսի վարորդը։ Ուրեմն նախկինում խորհրդային միության ժամանակ տարեցները կիմանան, որ կար Իկարիոս երթուղային ավտոբուսներ, նաև Գարմոշկա կոչվող Իկարիոսներ, որոնք երկու մասից էին բաղկացած։ Մասիվից իջնում է հետևյալն է, մասիվից իջնում է մի Իկարիոս ուղևորներով բարձված, իջնում է շատ արագ թափով, չնայելով ոչ նշանների, փողոցային նշաններին, ոչ հաշվի առնում ուղևորների վիճակը, շատ արագ քշվելով իջնում է, առաջի վագոնում տեղավորված են իրեն ընտանիքի անդամները, նաև համախոհները, իսկ երկրորդ վագոնում դժգոհ հանձիկ էին, որովհետև արագությունից այս անկողմ էին գնում, գոռում էին, կանգնացրու մեքենան, կանգնացրու, բայց վարորդը իրանեշն էր քշում, ոնց որ ասած։ Հետևապես կողքից նայող ժողովուրդը նայում էին, որ այս ավտոբուսը տեսնես տեղ կհասնի մինչև շրջանային, թե ոչ, մի մասը ոգևորված ասում է, վայ ես ինձ լավ վարորդ է, իսկ մյուսն ասում են, տեսնես տեղ կհասնի, թե ոչ։ Հետևապես այս Իկարիոսը արագ թափով իջնում է և բարեբախտաբար տեղ է հասնում օգոստոսի 8-ին։ Սա ոնց պատկերացնում եք, ձեզ եմ ներկայացնում, թե ինչ է նշանակում։ Նախկին հաղորդումներից մեջ նշել էի առաջարկություններ վարորդների օգտին, 15 կետ և 16-րդը անկարգ վարորդներին և հետիոտներին ավելի խիստ մոտենալն է։ Առաջին մասը չէր նշվել։ Ես սա որ ներկայացնում եմ, հիմա գիտեմ, որ մերժվելու է, այս նույն պահանջները ներկայացրել եմ գրավոր նաև ներքին գործերի նախարարի Արփինե Սարգսյանին, այսինքն, որ կարելի է այդպես լինի, դե հիմա դուք լսեցեք, մեքենաների ապահովագրությունը դարձնել կամավոր, շուտով կլրանային վարորդական իրավունքի 60 տարին և ոչ մի խախտում չեմ արել, չեմ տուգանվել, չեմ տուգանել իմ խաթեր, հետևապես ես ուզում եմ, որ դա լինի կամավոր, դա ավել գումար է դուրս գալիս իհարկե պետության բյուջեն է մտնում, բայց աղքատ մարդիկ, թոշակառուները չեն կարողանում վճարել և զրկվում են այդ բարեգործությունից կարելի ասել։
տեղ զննումը երկրորդ, տեղ զննումը նաև ռեյդերի միջոցով, հարգելի ժողովուրդ, մեքենաները տեղ զննում արին, թերություն չկա, սակայն մեքենայի փչանալը կարող է հետ լինել դրանից մեկ օր հետո, մի շաբաթ հետո, մեկ ամիս հետո, նախկինում ավտոտեսուչները կանգնացնում էին, մեքենան ստուգում ավելի շատ արգելակները, նաև ղեկանիվիլ ազատ ընթացքը, լուֆթը, ոնց որ ասած, և հանձնարարում էին, որ պարտադիր մեքենան սարքի, դա ոչ վճարովի էր, ոչ էլ մի բան, ուղղակի տոմսը նույնիսկ վերցնում էին, ասում գնա սարքի ու արի։ Մեքենաների երրորդը, մեքենաների տուգանքները վարորդներից իրականացնել ըստ սանդղակի, նաև տոկոսներով, հարգելի ժողովուրդ, եթե ես ստանում եմ, իմ օրինակով եմ ստանում 52,000 դրամ թոշակ, իսկ մարդիկ կան, որ 30 անգամ, ոչ թե տոկոսով, ավել աշխատավարձ են ստանում օրինական ճանապարհով, ես չեմ ասում նաև անօրինականները, քանի որ երբ լսում ենք հայտարարագրված անձանց, մանավանդ կառավարության անդամների հայտարարագրերը, տեսնում ենք, թե ինչքան անշարժ և շարժական գույք ունեն, հարստություն ունեն, հարստացել են, իսկ աղքատը աղքատանում է, այսինքն ըստ սանդղակի շատից շատ, քչից քիչ, տոկոսային հարաբերություն, 10% հիմը կազմում է 5,000 դրամ, իրենցը 150,000 դրամ, այսինքն պետությունը այստեղ շահում է, կորցնելու ոչինչ չկա, իսկ աղքատը չի աղքատանում։ Ինչքան շուտ մուծեն, դա արդեն ինչ-որ չափով օրինականություն է դարձել, ակտերից հետո 30%, 40%, նաև 50%-ով, այսինքն տուգանքների քանակը կարելի է այդ եղանակով ընդունել, որպեսզի մարդիկ լրիվ չզրկվեն նյութականից, իրենց առօրյա կյանքը չխաթարվի գումարային տեսակետից։ Վարորդական քննությունները ընդունեն նաև բանավոր, մակետի վրա, ևս քննությունները ընդունեն 10 բարձրաստիճան սպայական կազմով։ Ինստիտուտներով անասնաբուծականը ես ավարտել եմ 11 պետական քննության ժամանակ 11 դասախոս էր մասնակցում քննությանը։ Իսկ վարորդական քննությունը մանավանդ այս վերջին անգամ լսեցի, որ մասնավոր ընկերություններին էին հանձնում քննությունները, շաբլոնի քննությունները, ուզում են այդպես դարձնեն։ Իսկ դա կոռուպցիայի և կաշառակերության բուն է դառնում, իսկ վարորդները վարորդ չեն դառնում, չեն կարողանում տիրապետել այդ մասնագիտությանը և հետագայում բավականին վթարներ ու զոհեր են ունենում, որը կարելի է կանխել այդ միջոցով։ Այսինքն, եթե շաբլոնի ժամանակ մոտեցել ես խաչմերուկին, խաչմերուկի մտածում ես, որն է ճիշտ, կարող է անցնել 1 րոպե, 2 րոպե, 5 րոպե ու նշես ճիշտ անցնես, բայց իրականում խաչմերուկի վրա դու չես կարող նույնիսկ 1 վայրկյան ուշացնել, ուշացման դեպքում տուգանվում ես 20,000 դրամ։ Հետևապես պետք է մակարդակը քննական բարձրաստիճանի հասցնել, իհարկե սովորեցնել, ուսուցանել, վերականգնել դոսաֆները, ավտոդպրոցները։ Իսկ ավտոդպրոցներում ես նախկին անգամ եմ ցույց տվել Ջրաղասպանյան գիրքը դպրոցականների համար, որից հետո մասնագիտական քննություններ տան ըստ կարգի, այսինքն 3-րդ կարգ, 2-րդ կարգ, Ե-կետ, D-կետ եւ այլն։ Դպրոցներում 4-րդ, 6-րդ դասարաններում նաև սովորեցնել փողոցային երթևեկությունը, վթարներից վրա երթերից խուսափելու կապակցությամբ, որովհետև ոչ բոլորը գիտեն, չնայած 4-րդ, 6-րդ դասարանում երեխաները ավելի ըմբռնող են, քան մեծ տարիքում, այսինքն 4-րդ, 6-րդ դասարանում ես նախկինում կրկնել եմ։ Բարձր դասարաններում
9-րդը մեքենագիտություն շատ կարևոր է հետագայում որակյալ վարորդներ ունենալու կապակցությամբ։ Արդեն սա նախկինում ասել եմ, վթարներից խուսափելու համար աղջիկ վարորդների, մեքենաների վրա փակցնել տարբերիչ նշան, այսինքն կաբլու։ Իհարկե ես նշել եմ, որ այդ մեծ վարորդներին զգոնացնում է, աղջիկ վարորդները հանգիստ են քշում, չեն ճռռացնում, սակայն պետք է զգույշ լինենք եւ ուշադիր լինենք նրանց մեքենաները վարելու կապակցությամբ։ Ճանապարհային ոստիկանությունում լինեն բազդարներ, վարորդներին ընդունեն, ճանապարհային հարցերը պարզաբանեն։ Իհարկե ես այս ամենը ներկայացրել եմ բոլորը ճանապարհային ոստիկանությունում, նաև ներքին գործերի նախարարությունում։ Վարորդական վկայական ունենալու համար շաբլոնի 16 հարցի ճիշտ պատասխանի դեպքում ընդունված լինի։ Այսինքն նախկինում 8-ը լուբիցելի համար անցնում էր, երբ 10 հարցեր, հիմա 26-ից 18-ը։ Այսինքն հետագայում էլ կսովորեն, այս տարիքում եւս ես կարողանում հետաքրքրում եմ եւ բաց թողած իմացությունս լրացնում, գիտելիքներս ավելացնում, որպեսզի անվտար երթևեկեմ։ Այստեղ մի հարց թույլատրել դե եւ եկետ վարորդներին, ես դա սովորեցնել ցանկացողներին, իսկ եթե ավտոտեսուչները, բարեկները բռնում են, տուգանում են 25,000 դրամ, պլյուս 25,000 դրամ որ թույլ է տվել նրան։ Այսինքն ինչու չթողեն, որ սովորեն, նախկինում կար վարորդները իրենց հետ պահում էին, պամոշնիկներ էին կոչում, հետները գործի էին տանում, ընթացքում մեքենան փչանում էր, սարքում էր, կոփվում էր այդ եւ հետեւապես պրակտիկան ճշմարտության աստիճանն է։ Ասեմ, որ 16-րդ կետը ավելի խիստ մոտեցում է պետք վարորդների եւ հետիոտների նկատմամբ, որոնք միտումնավոր խախտում են ջեկի կանոնները եւ որի հետևանքով առաջանում են մեծաքանակ վթարներ, նաեւ զոհեր։ Ժողովուրդ ջան, սա առաջիկայում ոչ մեկը չի ընդունվել, բայց առաջիկայում կամաց կուսումնասիրեն, հաշվի կառնեն եւ մի քանի կետ միգուցե իրականացնեն։ Դա չեմ կարող ես այսօր ստիպել, ուղղակի ներկայացնում եմ, որպեսզի ուշադիր լինեն։ Իսկ շատ հարցեր էլ ես, որ իրականացրել եմ, ուրիշներն են վերցրել բոլոր ոլորտների նկատմամբ եւ դա էլ պետք է գրանցվի տվյալ անձի անունով, նշվի, որ այդ անձն է ներկայացրել այդ առաջարկությունները։ Հարգելի ժողովուրդ, ես մի քիչ չգիտեմ ռիսկային եմ, թե ոնց իմ իմացությունը թույլ է տալիս, որ պաշտոնյաների հետ, հավասարը հավասարի հետ առնչվել, խոսել, բացատրել։ Երբ դիմում էի գրում Սևանալճի վերաբերյալ մեր նախագահ Վահագն Խաչատուրյանին, առաջին նախադասությունն է, չնայած մեծ նվիրված շատ չէ իմ կարծիքը բոլոր նախագահների նկատմամբ, սակայն ցանկանում եմ, որ այս կետը իրականացնենք, իմ պահանջները իրականացնեն։ Ուրեմն ես ուզում եմ ասել, որ ես կարող եմ քաղաքական գործիչ չեմ, սակայն 90-ական թվականներից հետո տեսել ենք 4 նախագահի, վարչապետերի եւ բոլորն էլ կարծես թե ունեցել են դրական եւ բացական կողմեր։ Վերցնեմ Լևոն Տեր-Պետրոսյան, ինչ արեց մեր ժողովրդի գլխին,
գրագետ անձնավորություն, սակայն մեր ժողովուրդը մի խոսք ունի, գրագիտությունը հացի հետ չենք դնում ուտում։ Ընկանք մութ ու ցուրտ տարիներին, մարդիկ թողեցին երկիրը, արտագաղթեցին, ջարդ իրականացավ անասնագլխականակի, անկում ապրեց, այսօր մեր գյուղատնտեսությունը հետ է գնացել մոտորապես 300 տարի, երկրագործությունը դարձել է բրիճագործություն, անասնապահությունը խաշնարարություն, չկա հսկողություն, չկա անասնաբուժական հսկողություն, զոոտեխնիկները, անասնաբույսները ոչ միայն ելիք չունեն, ես նույնպես անասնաբույս եմ եւ եթե երիտասարդ լինեմ, հնարավոր չէ որ մի կազմակերպությունում, մի տնտեսությունում կոլխոզ կամ սոխոզ չկան, վերացել են, մի խոսքով աշխատանք չկա եւ գյուղատնտեսությունը բավականին հետ է գնացել։ Ուրեմն երկրորդը խորը ճգնաժամից կարծես թե մի թեթև դուրս եկանք, այսինքն ճգնաժամը ունի 4 փուլ՝ ճգնաժամ, լճացում, վերելք եւ աշխուժացում։ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք կարծես լճացման փուլ առաջացավ։ Մարդիկ ինչ որ դժվարում էին, նրանք իրենց հերթին են աշխատում, օգտվում, ժողովուրդն էլ մի բաներ ստեղծում, մի կերպ արդեն մի լճացման փուլ գնաց, բայց վերելք ու աշխուժացում չկա։ Հիմա կարող եմ ասել, բա հիմիկվա Նիկոլ Փաշինյանից ինչ կասես, ես իրավունք չունեմ այսօր, երբ դրա նկատմամբ քննադատությունները այդքան հիմնավոր չեն կամ քիչ են, ես չեմ կարող որևէ մի բան ասել, բայց կարող եմ ասել, ինչու՞ չէ, կարող եմ ասել։ Նիկոլ Փաշինյանի օրոք մենք ամեն առավոտ վեր ենք կենում եւ ցնցված, մի նոր որոշում, այսինքն այդ որոշումները կյանքի չեն կոչվում, սկզբից մի թեթև կոչվում են կյանքի, հետագայում դրանք են ցելոֆանները, աղը սեղանին չդնելը, ծխախոտի տուգանքները 50,000 դրամ, այսօր բոլորն էլ ծխում են, մեքենաների տուգանքները եւ ամսի 27-ին երբ արթնացա հեռախոսից ռադիոն լիացրի, ինչ լսեցի անակնկալ, որ բոլորդ գիտեք, Աննա Հակոբյանը հեռանում է կառավարական տանից, այսինքն բաժանվում են։ Ես սա չեմ կարող վերլուծել, թե ինչ է նշանակում, բայց եթե իրողություն է, էլի ցավալի է, իսկ եթե բլեֆ է, կոպիտ ասած, էլի ցավալի է։ Ես ուզում եմ ասել, դա քաղաքականություն է, շատ ղեկավարներ հետ նույն քայլով են գնում, ես գովելու շատ բան ունեմ, բայց քանի որ ես 20 դիմում ունեմ իրեն հատկացրած, իրեն ուղղած, ոչ մեկը լուրջ պատասխանի չի արժանացել։ Հետևաբար թերությունները կան թերությունները գյուղատնտեսության, շինարարության, Երևան քաղաքի բոլոր հարցերի շուրջը, հետևաբար ես ավել բան չեմ ուզում կրկնել, ասել։ Ես կարող եմ, քանի որ իմ այսօրվա թեման բնապահպանությունն է, այս բնագավառը երկրագնդի վրա եւ ոչ մեկը անկախ իրեն գիտական աստիճանից չի կարող մեկնաբանել, քանի որ բնությունը շատ բարդ է, շատ տեսանելին շատ քիչ է, ոչ տեսանելին քիչ, ունենք մասնագիտությունները, իմ մասնագիտությունների գծով, քանի որ ես անասնաբույս եմ, ընդգրկում է կենդանական, բուսական աշխարհը, ջրերը, ջրային կենդանիները, շրջապատը, ամեն ինչը բնությունն է, որ մենք չենք կարողանում բնությունը պահպանել այնպես, ինչպես որ պետք է։ Հետևաբար կենդանական աշխարհում կանաչ գլինայից, բակտերիաներից բռնցրած, որոնք անտեսանելի են սովորական անզեն աչքով,
գոյություն ունեն, ջրային կենդանիները, ամյոբանները, ձկների տեսակներ, որպեսզի ես այդ թեմայով շատ չխճճվեմ, բոլորը կարող են օգտվել հանրագիտարաններից, իմանալ ինչ է նշանակում։ Նաև էկոլոգիական հարցերը սննդի տեսակետից, սննդի մաքրության, մեր դասախոս Դիլանյանը, կաթի գծով դասախոս, խորհրդային միության ժամանակ 2 ժամ մեզ պարապեց եւ քննադատական խոսքեր ասեց մեր կատարած աշխատանքներին, որ մեր կովի կաթում 1 միլիլիտրում կա 25,000 միկրոբ, իսկ արտասահմանում 20 միկրոբ, այսինքն համեմատության մեջ էր դնում, որ մենք հետ ենք, բայց այսօր տեսնում եմ, որ այդ 25,000 միկրոբը կարող է ավելի լավ լինել, քան այսօր տարբեր գոմերում պահված, տարբեր կտվորիններ, տարբեր ընտանիքներ պատրաստում են կաթնամթերքներ, կարագ, պանիր եւ այլը եւ վաճառում են ժողովրդին, եւ որը չի հսկվում։ Ես շրջանի բնապահպանությունից հայրս մոտ 30 տարի եղել է բնության պահպանության նախագահ շրջանում, իհարկե Սովետի գործկոմի նախագահի տեղակալ։ Ես չեմ ուզում երկարացնեմ իմ ելույթը, ես ժամանակին դիմել եմ շրջակա միջավայրի նախարարություն, սրանք պատասխաններն են, որ եկել են, բայց հետևողական ոչ մի լուրջ բան չկա, հավանություն են տալիս իմ ասածներին, սակայն գործը առաջ չի գնում։ Ես մեր նախարարներին, Ռոմանոյ Պետրոսյանին եմ դիմել, հետագայում դիմել եմ հաջորդ Սիմիդյանին, նախարարին, այնտեղից գրում են, ուղարկում են, հավանություն են տալիս, բայց հետևողական ոչ մի բան չկա։ Այստեղ մինչև բնության պահպանության անցնելը աչքովս ընկավ ազգային ժողովի փոխնախագահ պարոն Հակոբ Արշակյան, ներքին գործերի նախարար պարոն Վահե Ղազարյան, ԿԳՍՄ-ի նախարար Տիկին Ժաննա Անդրեասյան, ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ պարոն Սարգսյանին։ Ես սա դիմել եմ մեր դպրոցներում կրթությունը, դոսաֆները բացելու կապակցությամբ, բայց ես չգիտեմ կոնկրետ ով է իրավահասու, որ սրանք իրականացնեն, կարողանան իրականացնեն։ Եվ ես դժգոհ եմ մնացել 2 անգամ դիմումը, նույն դիմումը անձամբ տարել եմ ազգային ժողովում, գրանցում են Ռուզանկա անունը, Ռուզաննային հանձնել եւ խնդրել, որ անձամբ հանձնի իրեն, սակայն ոչ մի արդյունք։ Այստեղ խոսք է գնում ես իմ դժգոհությունն եմ արտահայտում մեր ազգային ժողովից, որ մարդիկ կարծես թե կռվելու համար են գնում, իսկ նախկինում, որ երեխաներ էինք, սիրում էինք այն կինոն, գնում էինք այն կինոն, որ կռիվ է լինում։ Սա ինձ դուրս չի գալի, այս կռիվները, այս ցեղ շպրտելը մեկը մյուսի նկատմամբ եւ համեմատական կարգով ասեմ, որոշները, որ ազգային ժողովում այդպես կռվական են, դա նմանվում է դպրոցներում 8-րդ դասարանի աշակերտներին, որոնք արդեն սեռահասունացման են հասնում եւ աղջկեքի խաթեր սկսում իրար հետ կռվել։ Իսկ ինչ ասեմ, դա ընդունելի չէ, իհարկե ես կցանկանայի, որ միասնական լինեն, իհարկե ընդդիմադիր կառավարություն իրար հետ ճիշտ հարցեր լուծեն, իսկ կառավարական նիստերը եւս ես կասեի, որ ավելի լավ է շատ ցույց չտան, որովհետեւ ամեն անգամ մի նոր բան են ասում, մեզ պետք չի օրենքները թողանեն եւ ժողովրդին մատուցեն իրանց օրենքները։ Էդ էլ ասեմ, քանի որ դպրոցից խոսեցի, նմանեցնում եմ 4-րդ դասարանի աշակերտներին, կարգապահ, խելոք, ուսուցիչը ներս է մտնում, ոտքի են կանգնում, բարևում, նստում, սակայն ձեռքները հետ չեն դնում, այսինքն, որ ինչպես պահանջում էր դպրոցում։ Իհարկե,
կան խելացիններ, որոնք նաև պետք է լուրջ հարցեր քննարկեն, բայց ենթարկվում են մի կենտրոնի, մեկի, եւ բոլոր որոշումները անցնում են միաձայն, ընդդիմություն չկա այնտեղ։ Անցնեմ իմ հիմնական թեմային։ Ես քանի որ ասացի հայրս բնության պահպանության նախագահ է եղել, որից հետո գործերը ինքը 72 տարեկան էր Շրջովետի գործկոմի միջոցով հանձնեցին ինձ, որ ես աշխատեմ, որպեսզի իմ ստաժը չընդհատվի, հետևապես ես կարող եմ ներկայացնել այն վկայականները, որոնք ունեինք, սակայն այսօր սա իմ հայրիկի վկայականն է, սա իմ վկայականն է, որից հետո չնայած վկայական ունեմ, հրաման ունեմ, Շրջովետի գործկոմի որոշում ունեմ, մութ ու ցուրտ տարիներին քիչ առաջ ասացի Լևոն Տեր-Պետրոսյանից այնքան մութ ու ցուրտ տարիներ էր, որ արխիվները մարդիկ տանում էին այդ վառարաններում, որպեսզի տաքանան։ Սա այն վկայականներն են, որ բնության պահպանության լավագույն աշխատողները ստանում էին, նվիրյալ մարդիկ ստանում էին, որ հսկեն։ Բնության պահպանությունը խորհրդային միության ժամանակ շատ առաջնային էր ինչ իմաստով, որ բոլորը կարծես թե բնակչության 70%-ը ընդգրկված էին բնության պահպանության ընկերությունում։ Դպրոցականները 20 կոպեկ էին մուծում, կոչվում էին բնապահպաններ, բոլոր կազմակերպությունները 117 կազմակերպություն կար մեր շրջանում, բոլորը պարտավոր էին անդամվճարներ մուծել, բնության պահպանության ընկերության հուշատետրը։ Սա նրա համար էր, որ ճիշտ կողմնորոշվեն եւ ինչ աշխատանքներ պետք է կատարեն, երբ բնության նկատմամբ խիստ էին լավ չէին մոտենում, տուգանվում էին ձկների համար, տուգանվում էին ծառեր կտրելու համար, այստեղ բոլոր նորմերը կար, բայց խորհրդային միության նորմաններ էր, հիմա չի համապատասխանում այդ նորմաններին, իսկ իհարկե կարելի է նույնը վերականգնել, իհարկե այս ընկերությունը կարծես թե վերացավ Հայաստանի բնության պահպանության ընկերություն, հուշատետր։ Կարծես թե վերացավ, ես ինչքան փնտրեցի արխիվը գտնեմ, կազմակերպությունը եւս չկար, արդեն այս անկախության տարիներին վերացել էր եւ դա նույնպես ցավալի է մեր ժողովրդի համար։ Պետք է ավելի զգոնացնեն մարդկանց բնության նկատմամբ, մաքրության։ Իհարկե ես ցույց տվի, որ բնության պահպանության շրջակա միջավայրին դիմումներ եմ տվել, հաճախել եմ ազգային ժողով, ընդունել են, զրուցել եմ իրենց հետ, հանդիպել եմ Վարազդատ Կարապետյանին, Սերգեյ Բագրատյանին, Թագուհի Թոմասյանին եւ մի շարք անձանց, որոնց ներկայացրել եմ իմ առաջարկությունները։ Այստեղ երբ կար Ոզնի ամսաթերթը, Ոզնու խմբագիր Սահակյանը մի հատ բան էր տպել, եթե երևում է, խնդրեմ կարող եք նայել, ինչ է նշանակում, մի աղքատ գյուղացի նիհար, մի ցախ ուսին դրած գնում է, իսկ մեծ մեքենայով, Սուդաբեկ մեքենայով, 9 մեծ գերան բարձած գնում է եւ գլուխը հանում է այդ չաղ մարդը, տո ավազակ, այս եկածառը կտրել ուր է ստանում։ Այս սա իհարկե Ոզնու Արամայի Սահակյանի թերթից եմ վերցրել, խոշորացրել եւ քանի որ ես բնության պահպանության նախագահ էի եւ ասեմ, արդյունքի չհասա, ես 2 տարի պայքարել եմ խախտումների նկատմամբ,
անտառը փրկելու նկատմամբ ահավոր բան կատարվեց անկախության տարիներին, տարածքը տալիս էին մեկի ու ասում ինչ ուզում ես արա, գերաններն էլ էր տանում, ծառերը կտրում, փայտն էլ էր տանում, բոլոր հարստանում էին մարդիկ, այսինքն թե հարստանում էին, թե աղքատանում, չգիտեմ, այնուամենայնիվ անտառը վերացնում էին լիարժեք ձևով։ Ուզում եմ ասել, կարելի է ստեղծել նորից բնության գծով դպրոցականներին կամավորականներ դարձնել, դպրոցականները ավելի լավ կարող են հետևել, իհարկե են ուժը չեն ունենա, որ ազդեն, սակայն կզգուշացնեն, սա մի մեծ տրադիցիա, սովորույթ դառնա մեր ժողովրդի մեջ, մեր բնությունը պահելու կապակցությամբ։ Մի դեպք ասեմ, Չաթախ սարում էի, 9 տարեկան, 9-10 տարեկան էի, մենք սկովեր ունեինք, տարել էինք այնտեղ ամառանոցները, ամառանոցում պահելու, այդ տարին ուժեղ դաբաղ, խոշոր եղջերավոր անասունների մեջ դաբաղ հիվանդություն բռնկվեց, շատ ուժեղ հիվանդություն էր, անասունները կչղակներն էր փչանում, չէին կարող կեր ուտեն, խոտ արածեն, հետևապես եկան անասնաբուժական կայանի մեր անասնաբուժները, իրենց ամբողջ բրիգադով, բերեցին կարանտին հատվածներ, ճանապարհների վրա սարքեցին, դեղերով մշակեցին, որ անասունները այդտեղով ասեն, չտարածվի, սակայն մի շատ սխալ բան իրականացրին։ Ամբողջ մի մեծ տակառով կրիոլին էին բերել, որով աղտահանում էին այդ ճանապարհները, այդ հատվածները ծղոտի վրա լցնում էին, որ անասունները անցնելուց ոտները բուժվի եւ այլ, դա անասնաբուժական միջոցառում էր, բայց ինչ արին, 1 լիտրը կրիոլին բերեցին Չաթախի սարում, այսպես կոչված ջրթափ կար, ջրթափից ներքև, դրանից վերև ձկները չէին կարողանում գնալ, բերեցին լցրին կրիոլին 1 լիտրը եւ ինչ կատարվեց, տեսանք գետը սպիտակեց ոնց որ այս թուղթը, սպիտակեց ամբողջությամբ, որից հետո ինչպես դելֆիններն են խաղում, ձկները սկսեցին ցատկել դեպի վերև, դուրս ընկնել եւ ինչ չափի, ես եթե չչափազանցեցնեմ, մի 12 տարեկան աղջիկ կար, մի ձուկը խտտել էր, նմանեցնում էին վառարանի խողովակի հաստության եւ իրեն բոյի չափ, նման բարակ գետում, նման կարմրախայ ձուկը կարծես թե դրանից հետո սկսվեց վերանալ այդ գետում, իսկ նաեւ էլեկտրական սարքավորումներով, ժողովրդին կարելի է դաստիարակել, սովորեցնել, մեր բնությունը չավիրեն, մենք ունենք 3 գետ, գետերում կար ձկներ, կարմրախայ ձուկը, որը համազոր էր իրեն համով իշխան ձկանը, իշխանի մի տեսակն է նա, եւ ավելի համեղ, քան Սևանա լճի ձուկը։ Իհարկե, ես նախկին ելույթներում խոսել եմ Սևանա լճի նկատմամբ, մեր բնության ամենացավալի հարցը իմ համար Սևանա լիճն է, ես ներկայացրել եմ, բազմիցս ասել եմ իմ 5-րդ, ոչ 6-րդ ելույթում անձամբ անդրադարձել եմ Սևանա լճին, որ 10 տարեկանում տեսել եմ, 17 տարեկանում հանգստացել կղզու կար հանգստյան տուն, որից հետո հիդրոէնժիներ եմ սովորել, էլի Սևանն է արծարծվել, իսկ տարիներ շարունակ իմ մեքենայով երբ գնացել եմ Սևանի ափով, մտահոգվել եմ, որ ինչու է իջնում Սևանը։ Սևանը բացի իրեն այլ հարցերից, որ ես ունեմ մշակված, այսինքն Սևանի իմ նպատակը Սևանը նույն մակարդակի վրա մնալն է, անկախ ղեկավարներից, լինեն
ով ուզում է լինի, այն անգամ ասել եմ Նիկոլ Փաշինյանը իրեն ասած ազնվորություն է, բայց նրա պապ ու տատն էլ կան, Սևանը չեն կարող, եթե իմ ծրագիրը իրականացվի, հասցնեն ցածր մակարդակի կամ բարձրացնեն, դա լինելու է նույն մակարդակի իմ ծրագրերում կա ափերից ինչ հեռավորության վրա, ես նոր չեմ մշակել, դա 10 տարի առաջ ավելի շուտ 10 թվից այսքով մշակել եմ, որ պետք է Սևանի ափը լինի մաքուր, լինի հանրային հատված, որ մարդիկ կարողանան գնան օգտվեն, լողանան, օգտվեն, հանգստանան, զբոսաշրջությունը ավելանա։ Իսկ վերջերս լսեցի, տեսնում եմ եւ որպես ես շինարար նաեւ իմ ցավով մոտեցային հարցի այն տեսարանին, երբ էքսկավատորները գցած քանդում են, անկախ նրանից ումն է շինարարությունը քանդում են իբր սխալ է կառուցված։ Միթե հնարավոր չէր իմ ասածները 15 տարի առաջ լսել եւ ասել 50 մետր հեռավորության վրա էի ես նախատեսել այդ հանգստյան տները, այս սեփականատերերին զգուշացնել, որ կառուցեն ոչ թե հենց ափի վրա, հենց ջրի մոտ, այլ 50 մետր հեռավորության վրա։ Իհարկե բնությունը շատ բազմազան է, կենդանի օրգանիզմներին, որոշ գիտնականներ ասում էին, կենդանին դա ինքը մենակ իրան օրգանները չի, նա նաև դրսի մթնոլորտն է, մթնոլորտը, այսինքն ձուկը ոնց որ ջրից հանում ես չի ապրում, մարդին էլ որ զրկեց թթվածնից էլի չի ապրելու, բայց դա ժխտվեց, չթողեցին, որ չտարածվեց այդ բանը, բայց բնականաբար դա շատ ճիշտ է, քանի որ շրջակա միջավայրը աղբոտվում է հրդեհների միջոցով, մեքենաների արտանետացիոն գազերով, միևնույն ժամանակ ամեն մի վառելիք, երբ վառում է առանց թթվածնի, նա չի վառվում, ուզում է տնական վառարանը, ուզում է մեքենայի կարբյուրատորով անցնող բենզինը 16 մաս 1 լիտրին 16 մաս թթվածին է մտնում, այն ժամանակ կիլոգրամ էին ասում, բայց կիլոգրամը չգիտեմ, 16 մաս թթվածին է պետքը, որպեսզի այրում կատարվի, և արտանետածը ծուխ է։ Շատ բաներ կարելի ասել, շատ, բայց ով է իրականացնում, եթե ինքս իրավասու չեմ որևէ մի բան անելու, ես ուղղակի խնդրում եմ և պահանջում եմ մեր վերադասից, որպեսզի ուշադրություն դարձնեն մեր նման մարդկանց ասածներին։ Վերջերս պրիոմնիկով լսեցի, որ մեր վարչապետ Փաշինյանը ասում է, պետք է մենք լսենք մարդկանց և լսելի դարձնենք մեր խոսքը։ Հետևապես ես ցանկանում եմ, որ լսեն և լսելի դարձնեն մեր խոսքը։ Շնորհակալություն լսելու համար, իմ հեռախոսահամարն է 094 000 365 Արկադիա Զարգարյան, եթե ուզում եք YouTube-ում գտնել, անուն ազգանունս գրեք և կիմանաք, թե ինչ ծրագրեր ունեմ ինքս։ Շնորհակալություն։